Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Երևան Բոզոյանը, բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քիչ առաջ է խոսեցի սրա մասին, տեսանք վաղ առավոտից ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, շատերը դա կապում են երեք Լևոն Քոչարյանի կողմից հնչած հարցի հետ, որ ասես դե ժողովուրդն մեզ ասում է այդ պիղծին երբ պիտի հեռացնեք, բայց ես կարծում եմ դա բացարձակ կապ չուներ ոչ Լևոն Քոչարյանի հարցի հետ, բացարձակ կապ չուներ նրա հետ, թե ինչ էր ասում օրինակ Անդրանիկ Թևանյանը, ինչ էր ասում Գագիկ Ծառուկյանը, ըստ էության երեք Նիկոլ Փաշինյանը հիմնարար եւ խորքային ներկայացրեց, թե ինչ մեծ պլան ունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Այսինքն ջնջում են հռչակագիր, սահմանադրություն, դա ինչ է, մարդը որ ծնվում է, մարդը ինչ է ունեն, ունենա ծննդական, չէ, ունենում անձնագիր։ Այս մարդը հռչակեց, որ այլևս այդ ամեն ինչը չի լինելու, այդ ամեն ինչի վրա խաչ քաշեց եւ մեզ տանում է նոր ցեղասպանության, եթե շատ ավելի կոնկրետ ասենք։ Առաջին փուլը Արցախն էր, Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ, երկրորդ փուլը, հիմա մենք նախնական զրույցում խոսում ենք, պարոն Բոզոյանը շատ ճիշտ էր նկատում, որ ոչ թե մենք պետք է կենտրոնանանք Տիգրանաշեն, սա Տիգրանաշեն չի, արդեն վերջացավ, Հայաստան հանձնելու փուլը եկել է եւ այս ամենը փաստաթղթավորում եւ հիմնավորում է եւ նա բարեզբուն իմաստով ուղակի հեռացնում է ճանապարհից բոլոր նրանք, ովքեր կարող են այս կամ այն կերպ դիմադրել, որտեղ եթե մենք հիշենք, թե ինչ էին խոսում էր բոլոր փակված գործիչները, տեսնենք, որ նրանց խնդիրն էր, որ մի քանի բան, որ երկիրը ինչ դավաճանական հունով է տանում, որ երկիրը իր ռազմավարական դաշնակցի հետ, ինչպես է հարաբերությունները խզում եւ դրանով իսկ ինչ մահաբեր վտանգի առջև է կանգնեցնում հայ ժողովրդին, ինչպես Արցախում կանգնեցրեց հայ ժողովրդի մի հատվածին, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունում, եւ որպեսզի այդ խոչընդոտներ չլինեն, ինքը փակում բանտում է բոլորին։ Այսօր կենտրոնում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն էր, ինչը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչը տեսանելի էր, որ ինքը այդ ուղղությամբ կգնա, իրականում վերջին նախագահն էր Արցախի Հանրապետության, որ ազատության մեջ էր, հիմա ըստ էության կալանքի բան տվեցին, ըստ էության Արցախի երկու նախագահները գտնվում են Բաքվի բանտում եւ Նիկոլը պատրաստվում է երրորդ նախագահին եւս ձերբակալել։ Կա մի մարդ, որ կասկածում է, որ այս բոլոր հրահանգները տրվում են հավաքական արևմուտքի կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այս այն անձն էր Ռոբերտ Քոչարյանը, ով 2008 թվականին խափանեց արևմուտքի հրեշավոր ծրագիրը խժռել Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ 10 տարով հետ գցեց իր կամայնությամբ Ռոբերտ Քոչարյանը եւ իրենք շատ լավ հասկանալով թե ինչ կերպար է եւ ով է ինքը, հետաքրքիր է, որ չեն հանգստանում, չնայած այն հանգամանքին, որ ընտրություններում, իհարկե կեղծված ընտրություններում Նիկոլը հաղթեց, բայց ինչպես տեսնում ենք, նրանք դեռ ավարտված չեն համարում իրենց գործը, ավարտված կհամարեն այն ժամանակ, երբ որ այս տարածքում առաջիկա մի քանի տարվա ընթացքում չլինի ոչ մի հայ եւ ընդհանրապես գոյություն չունենա Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե ռոմանտիկներին թվում է, թե այսօր այս լուսավորչական բան աշխարհում ջնջել պետություն, տեղահանաներ, դա միֆերի բանի տիրույթից է, բայց մենք տեսնում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանը, դե քանի որ այդպես բան մարդ չի, չի սիրում հանրային բանտեց Երևան եւ ինչ որ բաներ ցույց տալ, փաստորեն մեկ շաբաթ առաջ է սրտի լուրջ վիրահատության ենթարկվել, այսօր երբ որ իրեն կալանավորել են, ուղեկցել են քնչական, հակակոռուպցիոն դատարան, մի հատ է դատավորների նկարներն էլ, եթե կա կոմոդիտ, մի հատ հասկանանք սրանք ովքեր են այս բոլոր կամակատարները, որովհետև թվում է, թե Դհոլչի դատախազը, ԱԾ-ի նախկին պետը, ինչ էր բանի քնչականի, Սասուն Խաչատրյանները, որ սենց իրանց քեֆին պատատում են, պիտի իրենք պատասխան չտան, այն ամեն ինչ պատասխան չտան, թե ինչպես են դավաճանի հրեշագործի ձեռքը բռնել եւ կտոր հանձնել իրականում եւ հիմա այս անձիկ են հակակոռուպցիոն դատարանի այս բանի ղեկավարներն են, այս մարդիկ են այս ամեն ինչ որ կա, դուք հիշեք, ձեր տան անդամներով հանդերձ հիշեք, որ դուք հիմա
այս բոլոր ձեր քայլերով հանձնում եք ձեր երեխաներին ադրբեջանցիների ձեռք, այսինքն դուք ձեր երեխաներին մատնելու եք ցեղասպանության, լավ հիշեք։ Խնդրեմ։ Տեսեք, ես անկեղծ ասած, Անգելա ջան, կփորձեմ ամբողջ շղթան, ինչ որ կատարվում է Հայաստանում, պատճառը հետևանքային կապով ներկայացնենք, որովհետև մեր մոտ կա լողոզվածություն ընդհանուր առմամբ։ Բոլոր քաղաքական շրջանակները, հանրային շրջանակները խոսում են, որ այ Հայաստանը կանգնած է բարձր եւ մոտ պարոն վտանգի առաջ, կա Տիգրանաշենի վտանգ, կա այլ գյուղերի վտանգ, անկլավների խնդիր, կա այսպես այդ աղմուկը ընդհանուր առմամբ լողոզված կա, բայց ոչ մեկ չի ոչ մեկ այլ ընտրանքային լուծում թե ինչ պետք է արվի, չի առաջարկում։ Ինչու՞, որովհետև տեսեք, եկեք փորձենք մի քիչ ավելի տրամաբանական շղթայով գնանք, որպեսզի հասկանանք, թե ինչու է ստացվում, որ Փաշինյանին հաջողվում է բոլոր իր քայլերը հասնել նպատակին, իսկ ընդդիմությունը չի կարողանում հասնել իր նպատակին։ Այս շատ կարևոր խնդիր է, որովհետև մենք հիմա կարանք երկար բարակ խոսենք տարբեր տիպի թեմաների մասին, կարանք հուզական ձևակերպ տանք, բայց դրանից ոչինչ գործին չի օգնելու եւ մնացած այն մատսական երևույթները շարունակվելու են։ Համաձայն ես սրա հետ։ Ահա, հիմա տեսեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես առաջարկում եմ, որ Հայաստանը մաքրվի նախկին են պահանջատիրական հարևանների հետ պահանջներից բաներից, ինքը դառնա նորմալ երկիր, հարևանների հետ հարաբերություններ հաստատի, խաղաղություն հաստատվի, Ղարաբաղն էր խանգարում, Ղարաբաղն էլ չկա, Ղարաբաղը որ չլինի արդեն խաղաղությունը վերջնականապես կհաստատվի, Ռուսաստանից էլ կանանք տարանջատվենք, լուսավորչական Եվրոպայի հետ կմիանանք ու երջանիկ կապրենք, ոնց որ միալ ուրիշ երկրի ժողովուրդները։ Ու ժողովուրդը ասում է, տես, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է մի բան, որտեղ կա վատ երևույթ մենք Արցախն ենք հանձնում, բայց ինչ-որ լավ բան է կարող մենք ԵՄ-ի անդամ դառնանք, նորմալ բան դառնանք, չէ՞։ Հիմա դրա այլընտրանքը ինչ առաջարկում ընդդիմությունը չկա։ Ընդդիմությունը Դուք ընդդիմություն եք առաջարկում։ Հիմա տեսեք, ես ավելին ասեմ, մենք միակ ընդդիմությունն ենք, որ միակ ալտերնատիվան ենք առաջարկում եւ ցավոք սրտի եմ ասում։ Մնացածների բոլորի մոտ կա լողոզված, լացակումած ձևակերպումներ, որտեղ առարկան չի, բոլորը ուզում են պաշտպանել Տիգրանաշենին, բոլորը ուզում են պաշտպանել Արցախը, բայց կոնկրետ լուծում չեն կարողանում առաջարկել։ Եվ արդյունքում տեսեք, միջազգային հանրության մեջ էլ Նիկոլ Փաշինյանը ընկալում է որպես խաղաղասեր մարդ, որը Հայաստանը փորձում է լուսավորչական տանոթանի, ուզում է պատերազմ չլինի, իսկ այս հրեշավոր ընդդիմությունը երրագլուխ դևը ուզում է գա ու նոր պատերազմ հրահարի, չէ՞։ Այդ մոդելն է Հայաստանից դուրս։ Այսինքն Փաշինյանին հաջողվել է իր կերպարը ներկայացնել այնպես, որպես ինքը առաջադեմ գործիչ է, չնայած մենք բոլորս տեսնում ենք, թե իր առաջադեմությունը դեմոկրատիան ինչով է պայմանավորված, համատարած ձերբակալություններ, համատարած խոզարկություններ, համատարած բռնաճնշումներ, հա, բայց կապ չունի, մարդիկ աչքը փակում են արևմուտքում, ասում են, քանի որ ինքը մեր մարդն է, դեմոկրատիայի կողմնակիցն է, մենք ժամանակավոր կանանք փակենք։ Իրանք չեն ասում դեմոկրատիայի կողմնակիցը, քանի որ ինքը մեր մարդն է, Ռուսաստանի դեմ է, հանդուրժ եք։ Այդ բառերը հիմա պետք է ասեք, մեկն էլ լսի, ասի Եվրոպան ասում է, վայ, Եվրոպան չգիտի, որ ինքը դեմոկրատ չի։ Ինքը տենց էլ ասում է, դեմոկրատական արժեքներն է պաշտպանում։ Ով է ասում։ Բայց հետո ինչ ասում է, Վոնդերլայն ինչ ասես, հայ չունի։ Դա եմ ասում, որ ինքը ասում է, դա ուրիշ բան եմ ասում։ Հիմա որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես կանանք ալտերնատիվ առաջարկենք դրան, մենք պետք է հասկանանք, թե ինչի է Փաշինյանը sense բաներ ասում։ Շատ պարզ։ Փաշինյանը ուզում է Հայաստանը կտրի Ռուսաստանից եւ ձևակերպում է, որ մենք ուզում ենք Հայաստանը ուզում է տանի ԵՄ, բայց իրականում ԵՄ գոյություն չունի, դա ֆանտոմ է։ Տեսեք, Հայաստանը շրջապատված է 4 երկրից՝ Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան։ Հայաստանը չի կարող թռնի այդ երկրներից միանգամից գնա Ֆրանսիայի հետ ինչ-որ բան, չկա տենց բան։ Աշխարհագրական դիրքը որոշում է Հայաստան երկրի տրամաբանությունը։ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի։ Իրանը մեղմ ասած ԵՄ-ի անդամ չի։ Ադրբեջանը չի ձգտում ԵՄ-ի անդամ դառնալու, Վրաստանը գիտեք ինչ հարաբերություններ կա։ Այսինքն ԵՄ ձգտել Հայաստանի կողմից դա բլեֆ է, կեղծավորություն է իրականում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանի ազդեցությունից եւ կտրելով ինքը օբյեկտիվորեն Հայաստանը մտցնել է Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ ալտերնատիվա չկա։ Եթե չկա Ռուսաստան, ապա կամ Թուրքիա կա, կամ Իրան կա։ Իրանը օբյեկտիվորեն այլ տրամաբանության մեջ է զարգանում, Նիկոլ Փաշինյանի գեր նպատակը Թուրքիայի տակ մտցնելն է, որը նաեւ միաժամանակ շահավետ է արևմտյան բոլոր կենտրոններին տարբեր պատճառներով, որտեղ արևմուտքի համար ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը իր համար բեռ է լինելու, ինքը չի կարողանալու Հայաստանը պաշտպանի, իր համար կարևոր է, որ Հայաստանում Ռուսաստան չլինի։
Ռուսաստանի ազդեցություն չունի, որտեղ արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ է ուկրաինական ճակատում։ Եվ իր համար գերադասել է Հայաստանը լինի Թուրքիայի տակ կամ Ռուսաստանի, ինքը չի ասում դրա մասին հրապարակավ, բայց քողարկված դա խրախուսում է դա։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մարդկանց մոտ ինչ վախեր կան Թուրքիայի նկատմամբ, ինքը ասում է ես Հայաստանը տամ եմ ոչ թե դեպի Թուրքիա, ես տամ եմ դեպի ԵՄ, եւ հասարակության մի հատված հավատում է այդ գաղափարին։ Հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Հիմա ես ուզում եմ որ մեր հասարակության այդ հատվածը, որ հավատում է այդ գաղափարին, ես բացատրեմ թե ինչ հետևանքներ կարող լինի, եթե այս process-ը կյանքի կոչվի։ Եթե հայ-ռուսական հարաբերությունները փլուզվեն, Հայաստանը մնում է անպաշտպան։ Հայաստանի որպես պետություն շահագրգռվածության պարագայում ոչ արևմուտքը, ոչ Միացյալ Նահանգները չունեն, որտեղ Միացյալ Նահանգները 10,000 կիլոմետրեն հեռու են ստեղից, Միացյալ Նահանգները կարևոր չի, Հայաստան կլինի, Արևմտյան Ադրբեջան կլինի, Բանգլադեշ կլինի, իրենց հետաքրքիր չի։ Իրանց հետաքրքիր է իր տարածաշրջանը, իրանց հետաքրքիր է միջին արևելքը, Հայաստանը, Ադրբեջանը բանը Տրամպը նույնիսկ անունները լավ չէր կարողանում արտասանել։ Այսինքն իր համար Միացյալ Նահանգների համար էկզիստենցիալ խնդիր չի Հայաստանի գոյության խնդիրը երկու պետությունն է, որ ֆունդամենտալ շարժված են՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Հասկանում եք, եթե դու Ռուսաստանի հարաբերությունները փլուզում ես, իսկ Փաշինյանը տանում է հետևողականը այդ ճանապարհով, դու ավտոմատ հայտնվում ես Թուրքիայի տակ։ Հիմա հարց. Թուրքիան կարա դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Հասկանալի է, որ Թուրքիան ժամանակին 15 թվականին այն ինչ որ արեց, ինքը նպատակ ունի այս տարածաշրջանում նույն բանը անելու, բայց անում է Ադրբեջանի ձեռքերով։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ դե յուրե կան հայ-ռուսական հարաբերություններ, ռուսական բազա կա, պայմանագրային բաներ կա, իրանք չեն կարա բացահայտ դա անեն։ Եվ իրանք խրախուսում են, որ Փաշինյանը վերջնականապես կազմաքանդի, որ հետո արդեն իրանք արդեն լեգիտիմ մակարդակով վերցնեն, որտեղ Հայաստանի այս տարածքը ձևակերպած է ռուս-թուրքական պայմանագրով 20 Այսինքն թուրքերը ուզում են Նիկոլի ձեռքով այդ բոլոր պայմանագրային բաները վիժեցնեն Ռուսաստանի հետ ունեցած, որ հետո ավելի հանգիստ գան եւ որևէ խնդիր չունենան Ռուսաստանի հետ, այսինքն չունենան թուրքը, որ չունեցավ Ռուսաստանը, ինչ անելու Հայաստանը չի կարա մնա։ Եթե չլինի Ռուսաստան, ապա լինելու է Թուրքիա։ Այն հեքիաթները դեբիլների համար է, որ կլինի Ֆրանսիա, Անգլիա, գիտեմ, միացած դա դեբիլների համար ինչ որ մի զանգված կա, որ կարան հավատան դրան, բայց դրանք շատ փոքր զանգված է։ Բայց քանի որ այս էլեմենտար խնդիրները մարդկանց չեն բացատրում, մարդիկ ասում են նույնիսկ ասում են Տիրանաշենը հանձնելու է։ Այս ուրեմն Ժողովուրդ ջան, սենց ասեմ, եթե հայ-ռուսական հարաբերությունները փլուզվեն, ոչ թե Տիրանաշենն է հանձնելու, Սևանն է հանձնելու, Գյումրին է հանձնելու, Երևանն է։ Տիրանաշենը դա փոքր մի հատ բան է, գյուղ է, որը համատելու բան չի Երևանի Գյումրի հետ։ Իրանք խոմ Տիրանաշենը չեն ուզում։ Տեսեք, ինչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանը պաշտոնապես իրանք հայտարարում են, որ այն ադրբեջանցիները, որ գալու են Հայաստան, իրանք անկախ նրանից թե Հայաստանը Ղարաբաղցիների վերադարձը կանի թե չի անի, մենք դնելու ենք այդ խնդիրը։ Ինչի՞։ Որտեղ ասում է, եթե ղարաբաղցիները գան Հայաստան, Ադրբեջան, իրանք ապացուցել են, որ իրանք սեպարատիստ են։ Բայց ադրբեջանցիները ոչ թե սեպարատիստներ չեն եղել։ Տեսեք, Իրանում ապրում են ադրբեջանցի, բայց սեպարատիստ չեն։ Վրաստանում ապրում ադրբեջանցիներ, բայց սեպարատիստ չեն։ Հիմա պետք է գան Հայաստանում ապրեն եւ սեպարատիստ չեն։ Եվ իրանք ճիշտ են ասում, իրանք չեն լինելու սեպարատիստ Հայաստանում։ Իրանք Հայաստանը պարտին ներսից վերցնելու են։ Հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Հիմա մեր քաղաքական դաշտի խնդրը ինչի մեջ է։ Մեր քաղաքական դաշտը ապրում է Նիկոլ Փաշինյանի օրակարգին պատասխանելով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Տիգրանաշեն, բոլորը միտինգ են անում պարլամենտում, պարլամենտից դուրս, Տիգրանաշենը փրկենք, Տիգրանաշենը փրկենք, Տիգրանաշենը Հայաստանը, փրկենք Հայաստանը։ Պետք է փրկել ոչ թե Տիգրանաշենը, պետք է փրկել Հայաստանի անվտանգային համակարգը, որը շահկապված է հայ-ռուսական հարաբերություններով։ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել։ Եթե դու փրկում ես հայ-ռուսական հարաբերությունները, ավտոմատ փրկվում է Տիգրանաշենը։ Եթե դու չես փրկում հայ-ռուսական հարաբերությունները, ինչ Տիգրանաշեն, Երևանն է ասում։ Ինքը չի հագցնում, ինքը Սա պարզ խնդիր է, մի րոպե կներես էլի։ Սա պարզ խնդիր է, պարզ։ Ես նույնիսկ եմ կրկնում։ Ես կոչ եմ անում պարլամենտի ինդիմադիր շրջանակներին։ Շատ պարզ, դա դպրոցական պետ չի ավարտել, որ սա չհասկանալ։ Սա պարզ խնդիր է, շեշտադրումը փոխեք։ Հայ-ռուսական հարաբերությունների փլուզման արդյունքում մենք կորցնելու ենք ոչ թե Տիգրանաշենը, մենք կորցնելու ենք փուլային տարբերակով Սևանը, Գյումրին, Վանաձորը, Հայաստանը, Երևանը ամբողջական։ Փուլային տարբերակով ենք կորցնելու։ Սա պետք է մենք ամեն ինչ անենք։ Ես դա ասում եմ ոչ միայն նաև ընդդիմության, այս նաև ասում եմ իշխանական շրջանակներին, պետական համակարգին, այն մարդիկ, ովքեր որ միգուցե անկեղծ ազնիվ ուզում են բան սարքեն, բայց չեն պատկերացնում այս ամեն ինչի ամբողջ բանը։ Դա համար ես նույնիսկ եմ գում, սա չկա ընդդիմության իշխանության հարց։ Սա ազգային խնդիր է, սա գոյության խնդիր է, գոյաբանական հարց է, անվտանգային խնդիր է։ Հայ-ռուսական հարաբերությունների փլուզումը
իր հետ բերելու է նոր Հայաստանի ոչնչացում ցեղասպանության ձևով, նոր ցեղասպանության, կարող է ցեղասպանությունի արցախայության ձևով, այսինքն ստեղից մարդկանց аэроպորտներով բաներով արտահանեն, ոնց որ ասենք արցախցիներին արեցին, ոնց որ Գազայում անում, ոնց որ այլ տեղերում, ոնց որ բանը սերբական Կրաինան արվեց Խորվաթիայում, դա շատ պարզ խնդիր է, մենք պետք է հասկանանք, որ բնության մեջ բացեր չեն լինում, երբ որ մարդիկ հիմա հանգիստ ապրում են, կաֆեներ են գնում, բան, պարլամենտում ճառեր են արտասանում եւ հələ դեռ կարողանում են խոսեն, եւ հələ դեռ ադրբեջանական տանկերը չեն մտել Հայաստան, դա բացառապես մի բանի պատճառով է, որովհետեւ Հայաստանը ունի անվտանգային համակարգ։ Եթե դուք չեք գիտակցում դա, կարող է ինչ-որ վիզաների խնդիր ունեք, չգիտեմ, եվրոպական բաների հետ ինչ-որ խնդիրներ ունեք, հարգելի քաղաքական գործիչներ ընդդիմադիր եւ իշխանամետ, կար նույնիսկ երկրորդական է դա։ Դա նորից եմ կրկնում, դուք ձեր այսպես ասած այդ կոմպլիմենտարիզմը վերջը բերելու է Հայաստանի ոչնչացման։ Սթափվեք, որովհետև ստեղ կոմպլիմենտարիզմի հարց չի։ Սա իրականություն է։ Մենք չենք ասում, որ պետք է Հայաստանը խզի հարաբերություններ արմուտք կետի։ Իհարկե պետք է Հայաստանը զարգացնի իր հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Եվրոպական միության հետ։ Նորություն չի, այդպես էլ ապրել ենք մենք։ Առաջի, երկրորդ, երրորդ բոլոր նախագահները փորձել են բալանսավորված քաղաքականություն տանել, որը ճիշտ է եղել։ Ճիշտը մեկ կենտրոնից կախվածությունը ճիշտ չի, միանշանակ է փոխ լրացված քաղաքականությունն է պետք։ Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների հետ արհեստական բանակցության ոլորտում այն ծրագրերը, որ կարանք մեկ կյանքի կոչենք, բայց նույնիսկ եմ կրկնում, այդ ամեն ինչը պետք է փոխ լրացման սկզբունքի վրա լինի։ Օրինակ եմ ասում, եթե մենք ատոմակայանը Ռուսաստանի հետ, Ռոսատոմի հետ կարողանանք լուրջ ատոմակայան սարքենք, ապա դա այն բազան կլինի, որտեղ ամերիկյան արհեստական բանակցության այն համակարգերը, որ ստեղծվում են Հրազդանում եւ այլ տեղերում, կարան իսկապես լուրջ կենտրոն դառնան եւ մենք այդ դատա կենտրոններով մենք կարանք լուրջ մակարդակի ֆունկցիա կատարենք։ Ես կողմ եմ, որ հայ-ամերիկյան, ռուս-ամերիկյան հարաբերությունները Հայաստանում համադրվեն, բայց այն ինչ որ հիմա կատարվում է, հիմա երեք հետ գնաց ասեց 30 տարին հետ անկախությունը ինչի համար այդ Նիկոլ։ Որովհետև ասեմ, շատ պարզ, սա եմ ասում, ես խնդրում եմ, որ դու տարածես բոլորին։ Նիկոլ Փաշինյանը սկզբնական փուլում տենց խնդիրներ չի ունեցել, որովհետև ես դա ինչ եմ ասում, որովհետև դա ես տեսնում եմ ինչ որ կատարվեց Վրաստանում, նույն բանը կատարվել է Հայաստանում։ Երբ որ նա պարտվեց Արցախում որ պարտվեց, առաջացավ իր համար գոյաբանական խնդիր։ Ինքը պատմական իմաստով փաստացի հայտնվեց մի վիճակ, որտեղ ինքը Արցախի կորուստի մեղավոր դարձավ, որպես ինքը Արցախի կորուստի մեղավոր չլինի, ինքը իր մեջ ձևակերպեց հետևյալը, որ ես Արցախը հանձնելով ուզում եմ Հայաստանը տանեմ դեպի Եվրամիություն։ Այսինքն եթե դիտարկում ենք այն մոդելի մեջ, որ Արցախը հանձնենք, որ լավ ապրենք Եվրամիությունում, դա արդեն դա այդ կերպարով ինքը կարա հանդես գա, ոչ թե որպես դավաճան կամ ինչ-որ բան դախողված այլ մարդ, որը գիտակցված որոշում է կայացրել հայ ժողովրդին զոհաբերելով փոքր Արցախը երջանկություն բերի եվրոպական ընտանիքի մեջ, հասկանում ես, չէ՞, այսինքն իր համար դա իդեա ֆիքս է։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ իդեա ֆիքսը ֆանտոմ է, որովհետև Հայաստանը չի կարող Եվրոմիության անդամ դառնալ։ Շատ լավ գիտի, բայց նաև հասկանում է, որ հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը վտանգում է իր աթոռը։ Դա համար ինքը այդ աթոռի պահպանման համար ինքը ամեն ինչ անում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փուլային մակարդակով կազմակերպվի, ոչ թե միանգամայն այդ փուլային տարբերակով, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունները իր համար էկզիստենցիալ վտանգ է ներկայացնում։ Բայց որպեսզի դա փուլային լինի, միանգամից չլինի, որպեսզի ցունամի չդառնա, սոցիալ-տնտեսական, ինքը փուլային ազում անի։ Ռուսաստանը հասկացել է իր մտադրությունները եւ հասկացել է, որ ըստ էության իրան չի կարելի թույլ տալ բանը եւ փորձում է պատժամիջոցների process տանի։ Բայց Նիկոլ Փաշինյանը նաև շատ լավ հասկանում է, որ եթե դու ուզում ես Հայաստանը հանես Ռուսաստանի տակից, ուրեմն դու պետք է ինչ-որ մեծ այլ երկրի հետ, որտեղ դու չունես ինքնաբավություն տնտեսական, միակ երկիրը, որ կարա ինքը բանել, դա Թուրքիան է։ Ուրիշ երկիր չկա այստեղ։ Հարևանների մեջ Թուրքիան է, Ռուսաստանն է, Իրանն է։ Իրանը այն երկիրը չի, որ կարանա մշակութաբանական իմաստով տնտեսական որ այդ ֆունկցիան կատարի, դա Թուրքիան է։ Բայց Թուրքիայի մասով էլ շահագրգռվածություն ունի եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը, որտեղ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան իրանց համար ընկալվում է չարյաց փոքրագույն Ռուսաստանի հետ համեմատած, բացի այդ Թուրքիան Միացյալ Նահանգների համարվում է ռազմավարական դաշնակից միջին արևելքում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գտել է մի հատ բանաձև, որտեղ ինքը բավարարում է Միացյալ Նահանգների, Եվրոմիության եւ Թուրքիայի շահերը Հայաստանի պարագայում, բայց Թուրքիայի ծրագրերի մեջ Հայաստանի գոյություն խնդիր չկա։
հասկանում ես։ Պարզապես քանի կա Ռուսաստան, ինքը փորձել է Հայաստանը կազմակերպի Ադրբեջանի ձեռքերով։ Ադրբեջանը Թուրքիայի փոքր դաշնակիցն է, Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է Կովկասում։ Այսինքն իր կողմից լեգիտիմ չի լինի, որ ուղիղ ճնշի։ Ինքը անում է անելու Ադրբեջանի միջոցով, որպեսզի քանի որ Թուրքիան համարժեք երկիր է Ռուսաստանի հետ, եւ քանի որ Ռուսաստանը կա, ինքը չի կարող ինքնուրույն անալ։ Եթե Ռուսաստանը վերջնականապես վերանա, Թուրքիան ոնց որ Կիպրոսում իր զորքերն 5 րոպեում կմցնի Հայաստան։ 5 րոպեում, որ պահին որ ռուսական բազան դուրս եկավ ստից, հաջորդ պահին թուրքական բազանա մտնելու Հայաստան։ Ռուբեն Հախվերդյանն ասում է, մենք ինքնիշխան երկիր ենք, լավ անում, տղենք կապրենք։ Մտավորականի խոսք եմ ասում։ Ես այդ մարդկանց մասին չեմ ուզում խոսեմ, ինձ չեմ ուզում բնութագրեմ։ 100,000-անոց լսարան ունի, ինչ ասեմ։ Գիտես ինչ, մի բան կարամ ասեմ, էլի, մարդկանց Գեբելսյան քարոշչամեքենայի թունավորման ճանապարհով բազմաթիվ պատմական փորձեր կան, ոնց են մարդկանց գիտակցությունը թունավորում։ Լևոն Հախվերդյանի տանն է մեծացել, մտավորականի տանը մեծացած բանն է։ Եկեք հիմա մասնավոր բաներին չհասնենք, ինձ հետաքրքիր չի այդ անձնավորությունը, ոչ էլ ուրիշ անձնավոր։ Ինձ հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը անկախ ամենից գիտակցի, որ ճակատագրական ընտրության առաջ է կանգնած։ Որովհետև եթե մենք, փաստացի մենք ունենք փորձ Ռուսաստանի հետ երկար աշխատելու, լավ, վատ, բայց մենք կարողացել ենք այս Հայաստանը կայացնենք։ Եվ մենք ունենք շատ վատ եւ վատ փորձ Թուրքիայի հետ համագործակցել։ Թուրքիայում Արևմտյան Հայաստան գոյություն չունի, չէ՞։ Հիմա եթե մենք այս ընտրության մեջ ընտրում ենք Թուրքիային, իսկ իրանք չեն ասում, որ մենք Թուրքիան։ Հայաստանը չի լինելու։ Հայաստանը չի լինելու, այստեղ Եվրամիության խաբեությունը չեն թողելու այստեղ հայ։ Չի լինելու։ Այս Եվրամիության այդ բանով դրոշով խափելը, դա բոլորն էլ հասկանում են դա խափեություն է։ Բոլորը վրացիները շատ ավելի մոտ են եվրոպական բանին, քան Հայաստանը, բայց վրացիներն են հասկանում, որ վտանգավոր է այս ճանապարհով։ Դա համար իրանք փորձում են բալանսավորված քաղաքականություն տանեն, դրա համար թիրախավորվել են եվրոպական չինովնիկների կողմից, ամերիկյան չինովնիկների կողմից։ Իրանք թիրախավորել են հենց դրա պատճառով։ Բայց Վրաստանը իր պոտենցիալով շատ ավելի մեծ հնարավորություն ունի Եվրոմից հետ ինտեգրվելու, քան Հայաստանը։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Բայց հիմա Հայաստանի պարագայում այս մարդու քաղաքականությունը ուղղակի սպառնում է Հայաստանի անվտանգությունը։ Ես ուզում եմ սա հասկանամ մեր քաղաքական ընդդիմությունը եւ մեր իշխանական շրջանակները, այն շրջանակները, որոնք ողջամիտ են եւ հասկանում են, որ մեծ հաշվով Հայաստանի եթե այս ճանապարհով գնանք, Հայաստանը չի լինելու, Հայաստանի անվտանգությունը որ քայքայվեց, հաջորդ քայլը լինելու է ըստ էության Հայաստանի կլանումը Ադրբեջանի կողմից, որը փաստացի կազմակերպվելու է Թուրքիայի հետ համատեղ։ Դա շատ կարևոր է մենք հասկանանք։ Ընդ որում ես չեմ ասում, որ մենք պետքա պատերազմ հայտարարենք Թուրքիային, ոչ, իհարկե ոչ, ասեմ ձեզ, որ Անդրանիկ Թևանյանը, Մայր Հայաստանը, այն բանը բարգավաճել, որ մենք այն դաշինք ենք կազմում, մենք 10 կետանոց ծրագիր ընդունեցինք, որտեղ անվտանգային համակարգի մեջ շատ առարկայական նշել ենք, որ մենք կողմ ենք Թուրքիայի հետ բարեդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Մենք կողմ ենք, որ Ադրբեջանի հետ բանի բարեդրացիական հարաբերություններ հաստատեն եւ բանի դեմարկացիայի, դելիմիտացիայի ամբողջական սկզբունքը, որպեսզի կարողանանք նորմալ հարաբերություններ հաստատենք։ Բայց մի պարզ խնդիր կա, Թուրքիան ու Ադրբեջանը քո հետ հաշվի կնստեն այն դեպքում, երբ որ տեսնեն, որ քեզ չեն կարող կլանեն։ Դա բնության օրենքն է, եթե այրուծը տեսնի, որ ինքը նապաստակին կարա ուտի, ինքը նապաստակի հետ պայմանագիր չի կնքի։ Ինքը նապաստակին կուտի, իր պայմանագիրը պետք չի նապաստակի հետ։ Եթե նապաստակի կողքը մի հատ վագր չլինի, այրուծը չի հաշվի նստելու նապաստակի հետ։ 80 միլիոնից Թուրքիան եւ 10 միլիոնից Ադրբեջանը ինչի պետք է Հայաստանի հետ հաշվի նստեն, տեսնեն, որ Հայաստանը անվտանգային համակարգեր չունի։ Ամենախսունակ չեն։ Իրանք շատ լավ հասկանում են, կամ եթե Հայաստանն է լիներ այդ հայերը ունենային այդպիսի հնարավորություն չէին անի, Թուրքիա իհարկե կանեին։ Հասկանում եք, դա շատ պարզ խնդիր է։ Պարզ կենցաղում էլ է դա պարզ։ Ես չեմ կարող հասկանամ, թե պարզ կենցաղային խնդիրները մարդիկ հասկանում են, բայց քաղաքականության մեջ դա չեն կարող։ Դա դեբիլիզացիայի արդյունք է, պարզապես Գեբելսյան քարոշչամեքենայի աշխատանքի արդյունքն է։ Ես համաձայն եմ, որ շատ լավ են աշխատել բաները իշխանությունները այդ քարոշչականի մատով, շատ վատ են աշխատել ընդդիմադիր շրջանակ, շատ վատ եւ ոչ միայն քարոշչամեն վատ աշխատել։ Ընդհանուր առմամբ ընդդիմադիր շրջանակների մոտ կա լղոզվածություն ու փլուզվածություն։ Ես երկար քո հետ խոսում ենք անցյալ տարվա մեջ, որ
կյանքը ցույց է տալիս, որ այս տիպի համակարգերին հաղթելու համար պետք է մեծ միասնական համակարգ, մեկ միասնական ընտրություններին պետք է մենք մասնակցենք մեկ միասնական ցուցակով, բայց այդ գիտակցությունը Հայաստանում իրան հաջողվեց, արդեն ջլատեց, չէ՞, ձեր տարավ, Գագիկ Ծառուկյանին տարավ, Անդրանիկի տարավ, որովհետև երբ որ ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանը այն առաջիններից էր, որ ասում էր թե Ժորժ ջան, եթե մենք չմիավորվեցինք, Սամվել Կարապետյանն ասում է, ձեր ամբիցիաներով եկաք, ես էլ չուզեցի։ Այո, այսինքն սպարս բաց խնդիր կա, մենք էլ ասում ենք, չէ՞ որ Սամվել Կարապետյանը շատ թե հնարավոր է հիմա արդեն ուշ է։ Սամվել Կարապետյանը ուներ հնարավորություն դառնալ Բիձինա Իվանիշվիլի, ինքը փորձեց դառնալ եւ դառավ բացատրել եք, խոսել եք, վերջ հիմա ուշ է, չէ, սպասեք ուշ է, ուրեմն ի՞նչ է մեզ բանում։ Հիմա հարց եմ քեզ տալիս, եթե ես հիմա կեղծավորությամբ ասեմ, հա, մենք հիմա ժամանակ պետք է լավ, պարոն Բոզյան, հիմա դուք այդ ուշ է միասնական ճակատով գնալու։ Միասնական ընդդիմություն հասկացողությունը փլուզված վիճակ, ընդդիմությունը կա ընդդիմության աղմուկ։ Ընդդիմադիր գործիչները, որ գալիս են կոմետ խոսում են ավելի մեծ արժեք ունեն, քան այն ընդդիմադիր գործիչները, որոնք չգիտեմ ինչ են։ Հարցը դրա մեջ չի։ Միակ կանոնը, որ վերաբերում է Հայաստանի ներկայիս կառավարությանը, խոզերի առաջ մարգարիտներ մի նետեք, Մեդվեդևն է ասել ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակ կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Մեդվեդևից մեջբեցում սա է փոքր երկրների ղեկավարի հիվանդագին ամբիցիաների գինը, որոնց հիմքում ազգային շահերի դավաճանությունն է, Սորոսի փողերն ու հայ առաքելական եկեղեցու դեմ սատանական արշավը Մեդվեդև։ Բայց մենք ուրիշ հարց եմ տալիս, բայց մի հատ Մեդվեդևը պետք է ասի, մենք չենք տեսել, թե ինչ է կատարվել Վրաստանում։ Մենք չենք տեսել ինչ է կատարվում Ուկրաինայում, չենք տեսել մենք Մոլդովայում ինչ է կատարվել։ Մենք ի վերջո տեսանք նաև ինչ կատարվեց Էլչիբեի ժամանակ, Ադրբեջանում Էլչիբեի կառավարման ժամանակ։ Մենք տեսել ենք, չէ՞, այդ ամեն ինչը։ Բայց մենք տեսնելուց այդ ամեն ինչի հետո մեր որոշակի շրջանակներ այնուամենայնիվ չհասկացան, որ նույնը կատարվեց Հայաստանում այս մարդկանց միջոցով։ Ես ուղղակի ապշած եմ մեր ժողովրդի կարճ հիշողության վրա։ Այս ժողովուրդը ցեղասպանությունը ապրել։ Ցեղասպանություն ապրող ժողովուրդը մինչև հիմա Արցախը կորցնելուց հետո կարճ մտածողություն է։ Ես մի բան կարամ ասեմ, եթե այս ժողովուրդը ցեղասպանվի, ոչ մեկ իրան չի ափսոսալու։ Որովհետև ստեղ բացարձակապես մենակ հայ ժողովրդի մեկնալն էր։ Բացարձակապես ոչ մեկին, եթե 15 թվականի ցեղասպանության մեջ աշխարհը ինչ որ մեղադրանքներ էր տալիս, չգիտեմ, Թուրքիային կամ բանի անտանտայի երկրներին, որ լավ չպաշտպանեցին, որտեղ այն ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել։ Հիմա պետականության պայմաններում հայ ժողովրդի ոչ մեկ հայ ժողովրդին չի, եւ ճիշտը դա է, որտեղ եթե պետականություն ունեցող ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման, ոչ մեկ իրան չի խղճալու։ Եվ տրամաբանական որ չխղճան, որտեղ դա նշանակում է, եթե ժողովուրդը ինքնակամ գնում է դեպի ոչնչացման, ինչի պետք է մարդիկ ինքնասպան գնացող մարդուն ով կարա խղճա։ Ինքնասպանությունը դա նույնիսկ կրոնական իմաստով է դա բան մեղք, հասկանում եք։ Հիմա մեղք կա այս մակարդակի գիտակցություն ունենալով ժողովուրդ ունենա, որ այս ժողովուրդը չի հասկանում, թե մենք ուր ենք գնում։ Այս պայմաններից հետո սենց խայտարակ քաղաքական ընդդիմություն կլինի, որ չկարողացավ կոնսոլիդացվի եւ էլեմենտար բաներ էր պետք, որ ինքը կարողանար կոնսոլիդացնել եւ ժողովրդի մեծ մասի պահանջը կատարել։ Էլեմենտար, իրանք եթե մտածում են, որ այն բանը մարդկանց, որ բանտարկում են մենակ Նիկոլ Փաշինյանը մեղավոր, չարաչար սխալվում են։ Չարաչար։ Հիմա եթե օրինակ եմ ասում, չգիտեմ, նույն այսօր Ռոբերտ Քոչյանն, երեք Ծառուկյանները, այն օրը Անդրեյ Թևանյանն, որովհետև երբ որ 10-15 տարի առաջ նախկինները, չգիտեմ ինչ է, ձեր ասած Գեբելսյան քաղաքական բանը քարոզով մտցնում էին մարդկանց ուղեղները, այս դեբիլ ընդդիմությունը փոխանակ դրա դեմ աշխատեր, ասեր այ պիղծ երկիր հանձնող սրիկա փողոցից եկած բոմժեր, դուք ով եք, որ ասենք հաղթած էս ինչին, բոլորը վախեցած մտածեցին մի հատ չպատասխանեն, չգիտեմ ինչ անեն, ժողովուրդը սենց վրա է տվել։ Նույնն էլ ընդդիմությունը, եկին ասում, չէ, ես մաքուր եմ, չգնամ չխառնվեմ այդ նախկիների, փոխանակ դա զուլալ են, մաքրեն։ Ասեն ես ովքեր են ասում նախքին ներկա, բոլորին միավորել։ Այդ կտերը կերան, նախքին ներկայի կտերը Սամվել Կարապետյանը կերավ, Ծառուկյանը կերավ, մի քիչ դուք կերաք, բոլորը այդ կտերը կերան, նորմալ միավորում չեղավ, մենք սրա հետ չլնենք, մենք նրա հետ չլնենք, այս էլ տես լավ արեց, բաժանեց ու բան արեց։ Եթե մեզանից կախված էր կոնսոլիդացիան, մենք վաղուց արած ենք։ Ով որ չի արել, այդ մեղադրանքը այդ մարդկանց։ Բանա գալիս, այն ինչա մարդու իրավունքների հետ պաշտպանը նախքին։
Հա, Թաթոյանը մի հատ հարկա համարում նախկիներին բան ասի, երիտասարդ ինչ որ արևմտամետ այդ բոմժերն են գալիս, ընտրապայքարի հարկա համարում նախկիներին ասի, Սամվել Կարապետյանը դեցել չի գիտակցում, որ ինչ նախկին, ինչ բան, ընկեր ջան, նախկինների օրոքա ծաղկել, շենացել երկու հանրապետություն, դու էլ բարեգործություն ես արել բոլորին միավորի, այնին դեղ չի գիտակցում, Ծառուկյանը դեղ կիսատրած չի գիտակցում, հանուն անկեղծությունն եւ ազնվությամբ պետք է ասենք հետեւյալը։ Հա, դասես Ծառուկյանը գիտակցել է։ Չէ, ես դες բան չեմ ասում։ Ես ասում հետեւյալը, որ անցյալ տարի այս նույն քո ասած բանով հանդես եկավ Մայր Հայաստանը եւ Անդրանիկ Ես հիշում եմ դու եկար այստեղ ամբողջ ասեցիր, որ հիշում եմ։ Մենք պետք է մեկ ցուցակով գնանք։ Էդ եմ ասում, մենք ցուցակով։ Ուրեմն պետք է, եթե մենք ցուցակով չենք գնալու, ուրեմն սենց է լինելու։ Ուրեմն պարտության հետևանքները սա է լինելու։ Չէ, էսի սենց։ Եվ ավելին կարամ ասեմ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ ասեց, կամ ես եմ դատելու, կամ ես դատելու եմ, կամ ես դատվելու եմ, կամ դատելու եմ։ Այդ մարդը անկեղծ ասում է։ Եվ ինքը հիմա ինչ որ անում է, ինքը իր խոստումն է կատարում, ինքը ճիշտ է անում, իր տեսակետից ճիշտ է անում։ Դե մի կողմից էր, որ Սամվել Կարապետյանը, ասենք, բան չարեց, մյուս կողմից էլ երևի ամեն մի 5 հոգի ունեցող իր կուսակցության մեջ գնում ասում էր, ես պետք է առաջին 3-ում լինեմ, ես պետք է չգիտեմ, այ անասուններ, երկիր չի լինելու, դե գնացեք եղեք։ Դες ինչի, որտեվ երբ որ չկա առողջ մթնոլորտ, հա, դե բա այդ է, 10 հոգու անուն տա, որ գնացել են բանակցությունների մենք պետք է 10-ի մեջ չլինենք, հետո ընտրությանը մասնակցել 1000 ձայն են հավաքում։ Անժելա ջան, բայց փորձ կա, չէ, ասենք նույն Վրաստանի փորձը ցույց տվեց, որ երբ որ առողջ մթնոլորտ անում, բոլոր ազդեցիկ մարդիկ իրանց ամբիցիաները կոտրում են։ Երբ որ առողջ մթնոլորտ չի լինում, բայց ինչ է, նայ ասեմ, երբ որ դու տանում ես ուսապարկերի, այն նորմալ մարդը ասում է, եթե ուսապարկերը, ում ես պետք է 3-րդ լինեմ կամ 4-րդ, շատ տրամաբանական է, չէ՞ դա։ Բայց եթե դու տենց բան չես անում, երբ որ դու առողջ մարդկանց ես անում, եթե քեզ նպատակը ոչ թե կնոպկաներ հավաքելն է, որ վաղը քո հրանգներով աշխատեն, այլ նորմալ մարդկանց հավաքելն է, որոնք կարող է քեզ չենթարկվեն վաղը, այդ ժամանակ այդ ամբիցիաները սկսում են արդեն հետին պլան գնալ, բայց երբ որ դու կնոպկաներ ես հավաքում, այն առողջ մարդիկ են ասում, գիտես, ես եթե կնոպկայի պարագայում չի պետք է ես այս համարը լինեմ։ Դրա համար եմ ասում առողջ մթնոլորտի բացակայության պայմաններում բայց կարելի է չէ գիտակցրացինք հիմա Ռաֆի Հովհաննիսյանը ոնց գնաց ասեց, որ ես պաշտպանում եմ, աջակցում եմ, հայտարարում եմ, ինձ պետք չէ մեկ ես գնում եմ հայտա, եթե այսպես բոլոր այդ գիտակցությունն ունենային գնային, նա էլ այնտեղ իր տեղում այդ գիտակցը, լավ, հիմա ունենք էս ինչ որ մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ մենք հիմա վճարում ենք այն գինը, որ ունենք։ Հիմա ես պարզ ասեմ քեզ, ես հիմա այս այլևս այս ընդդիմությունից լուրջ սպասելիք չունեմ, որտեղ իրանք ֆունկցիան կատարեցին պրծան, իրանք առաքելությունը պրոբալ են տվել։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է հունիսի 7-ին ես ստացել եմ մեծ հաշվով այդ մանդատը ստացել եմ, ես չեմ կարող իր այդ վիճեմ։ Ճիշտ է ինքը կեղծել է ընտրությունը, բայց ինքը կարացել է վերարտադրի, չէ՞։ Բայց ինքը կարացել է չէ վերարտադրվի, չէ՞, դա նշանակում է որ ինքը հաղթել է։ Եվ քանի որ ինքը հաղթել է, ինքը հիմա կյանքի ակոչում այն ինչ որ անում, ասում է, եթե ես պարտեի, ինձ էին դատել։ Հիմա դրա համար ես նույնիսկ եմ կրկնում։ Հիմա ես իմ հույսս ինչի մեջ է։ Իմ հույսս արդեն հանրության մեջ է, իմ հույսս քո նման մարդկանց մեջ է, իմ հույսս արդեն հանրային գործիչների մեջ է, այդ հանրային գործիչների խոսքը ավելի կարևոր է, քան այն կնոպկաները, որ խոսում են, կամ իրաց ասում են դուք խոսացեք։ Հասկանում ես, կներես մի բան ասեմ քեզ, էլի, ժամանակից աշխարհում 21-րդ դարում հանրային նախագծեր կարելի է սարքել, ոչ թե կոմերցիոն նախագծեր։ Կոմերցիոն նախագծերը կարելի է բիզնեսում սարքել, բայց ոչ քաղաքականության մեջ։ Հասկանում ես, ի՞նչ նախնդիրը։ Ես էլ պետք է մենք անկեղծ խոսանք, որպեսզի կարողանանք այս բիզնեսից դուրս գալ։ Ինչ է ասում, այս ինչ է։ Եվ հիմա արդեն վիճակը նենց է, որ ես կարծում եմ, որ մեզ պետք է շատ ավելի լայն գիտակցություն եւ ոչ միայն ընդդիմադիր շերտերից, այլ նաև իշխանական շերտերից։ Ես չեմ կարծում, որ բոլոր սրիկաները իշխանության մեջ են, բոլոր մաքուր բյուրեղա մարդիկ ընդդիմության մեջ են։ Չարաչար տենց չի։ Սրիկաներ եւ ընդեղեկան, նորմալ մարդիկ ընդեղեկան։ Հիմա մենք պետք է կարողանանք նենց անենք, որ բոլոր այն մտահոգ մարդիկ, այն մարդիկ, որոնք գիտակցում են, թե ինչ վիճակի մեջ է, մենք կարողանանք դուրս գանք այս վիճակից։ Մեր կենտրոնական խնդիրը թույլ չտանք, որ հայ-ռուսական հարաբերությունները փլուզվի։ Եթե փլուզվեց հայ-ռուսական հարաբերությունները, հաջորդ փլուզումը Իրանաշենը չի լինելու։ Հաջորդ փլուզումը լինելու է միանգամից Սյունիքը, Սևանը, Վանաձորը, Հայաստանը եւ ամբողջական, որտեղ շատ տրամաբանական է, թե մենք էլ նույնը լինենք, մենք նույնը կանենք։ Ինչ որ արեցինք մենք 94 թվականին։ Գուցե հենց այդ ուղղությամբ ձեր ասած ես լրիվ համաձայն եմ, պարոն Բոզյան, որ դուք ճիշտ ձևակերպում տվեցիք, որ մեր հիմնական նպատակը այսօր
թույլ չտալ, որ հայ-ռուսական հարաբերությունները, եթե սա ավիրեց, սա նշանակում է հայ ժողովրդի ցեղասպանություն, բայց ով է երևի իմ նման 10 մարդ է համարձակում այդ ասին։ Այդ գիտակցությունը նաև պետական համակարգում կա, ուժային կառույցների մեջ կա, քաղաքական թիմի մեջ էլ կարա, չի կարա չլինի այդպես բան։ Ես նույնիսկ եմ ասում, ես այլևս այդ պաշտոնական ընդդիմության հետ մեծ հույսեր չունեմ։ Մանավանդ երբ որ իրանք փորձում են մրցեն թե ով կարա ավելի Եվրոպային ասենք սիրաշահի, ճիշտ ասած իմ համար նույնիսկ նողկանք եմ ապրում անկեղծ ասեմ, բայց չեմ ուզում դրա մասին երկար խոսել։ Բայց ես ինչ եմ ուզում ասեմ, որ անկախ ամեն ինչից հիմա մենք կանգնած ենք ռեալ իրականության առաջ։ Ես դրա համար եմ ասում, եւ իշխանության մեջ եւ ընդդիմության մեջ բոլոր այն շրջանակները, որոնք հասկանում են թե ինչ խնդրեմ է, սա Ռուսաստանի դաշնությունը ոտքը Ռուսամետության հարց չի, Ռուսաստանության հարց չի, սա ավտոմատ խնդիր է։ Ժամ հետո մեզ սպասում է ցեղասպանություն։ Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են, ուր իրենք զարմացած են սպասում թե ոնց է կատարվելու այս process-ը։ Իրանք զարմացել են, որտեղ այս ինչ կարծում եք անգամ Նիկոլի թիմում չեն գիտակցում, որ ռուսները ովքեր քաշեն այստեղ մեծ ցեղասպանել են, այստեղ Հայաստան չի մնալու, հայ չի մնալու։ Ես նույնիսկ ԿՊ-ում եմ տեսնում, որ կանան մարդիկ լինեն, որոնք գիտակցում են, դա պետք է կանգնացնենք այս process-ը, չի կարելի թույլ տալ։ Ես ասում, անգամ իմ միջավայրում, մեր գոլեգաների շրջանակում, ես երկու adekvat մարդ գիտեմ, որ այսքան բան հասկանում են։ 18 թվականից իրանց ուղեղին չէր հասնում, որ ես ասում եմ, անընդհատ ասելու եմ, ծիծաղում էին, հա, ասում էին Ռոբերտ Քոչարյանին տարել է, գեներալների տարել է, որ Արցախը տա։ Հա, խոսում ես, հիմա տարել է, որ Հայաստանը տա։ Գրեք ձեր պատի վրա գրեք, որ Հայաստանը տա։ Որ ռուսի ոտնել է ստեղից հանի ու Հայաստանը տա։ Ձեզ էլ մեզ էլ ցեղասպանեն ու ոչ մի հայ չի մնալու։ Թուրքիայի սա վերջին շանսն է, հրաշալի շանս է անկել, ինքը այստեղ հայ չի թողելու։ Տեսեք, եթե թողելու է այստեղ հայ, դեպի նման ասում, Թուրքիայի հետ կողք չի թողելու այստեղ հայ։ Կարդացեք Թուրքիայի դոկտոր Նազիմի հուշերը եւ կհասկանաք թե իրանց ծրագիրը իրանց ինչա ներկայացնելու Հայաստանում։ Իրանք հիմա սիրալիր են, որտեղ գիտեն, որ դեր կա Ռուսաստանի գործոն, մի քիչ Պարսկաստանի գործոն։ Հենց Ռուսաստանի գործոնը չլինի։ Ջնջելու են այստեղ։ Ունի sense միած սկզբունք, ուժեղ ես, թուրով գլուխը կտրի, թույլ ես, բանը քծնի։ Չէ, քծնի եւ ձերքը համբյուրի քծնի։ Ինքը այդ մոդելով է շարժվում, ինքը ամբողջ իր արտաքին քաղաքականության մեջ այդ մոդելով է շարժվում։ Հենց տեսա որ դու թույլ ես, ինքը գլուխը կտրելու է։ Այդ քաղաքականությունը Օսմանյան կայսրության ժամանակվանից մինչև ոնց են 14 թվին գնում է Թուրքիա Անդրանիկը հավաքում է այդ խելամիտ, ողջամիտ, չգիտեմ ինչ բոլորին իր հուշերի մեջ կա, ասում է ջնջելու են։ Ասում է դուք այստեղ իրանց հետ բանը ջնջելու են մեզ, եկեք ասում։ Ռուսները գիտեք ինչ են ասում։ Գնա Խարդախ, Խառնակի չի մեկ, գնա ինչ ես ասում, Զորավար Անդրանիկին ճանապարհում են, այդ բոլոր նստածներին ցեղասպանել են, բոլորին։ Բոլորին որ ասում են թուրքերի հետ հաշտ ապրելու ենք, բոլորին։ Եթե մեր մոտ լիներ լուրջ պատմագրություն, մենք հասկանայինք, որ Հայաստանի ցեղասպանության մեջ, հայ ժողովրդի ցեղասպանության մեջ իր մեղքի բաժին ունեցել է նաև Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավի մի մասը։ Դա ես ուղղակի ասում եմ։ Ու ժողովուրդը էլի, ու ժողովուրդը չի ժողովրդին նայ, ժողովրդին ձևավորում է վերնախավը, ժողովուրդ հասկացությունը։ Բա ժողովուրդ ջան, քո 3 նախագահին տարել են, 2 նախագահին տարել են Բաքվի բանդ, այս մի նախագահին Արցախի ու Հայաստանի էսա տանում են այստեղի բանդ, քո բոլոր այդ էլիտաներին տարել նստացրել են, ինչ են Անդրանիկին նստացրել։ Այս բաների մասին են խոսում։ Այս դրա մասին կարևոր բան ասեմ։ Բայց ժողովրդի վեճը չի։ Այսինքն ես կարևոր բան եմ ուզում ասեմ այդպես։ Երբ որ միշտ մենք ասում ենք, որ 18 թվականին որ մենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում ենք, ես չէ, մենք չենք ասում, որ մենք Ռոբերտ Քոչարյան, մենք ասում ենք, մենք տեսնում ենք ստեղ Արցախի հանձնելու process, որտեղ ինքը համարվում էր այդ շրջանակների լիդերը, իրան տենց էին որոշել։ Իդեպ ասեմ, որ բանի հոկտեմբերի 27-ին 99 թվականի առաջին անգամ փորձ արվեց Հայաստանի վերնախավը գլխատել չեմ ուզում ասեմ թե Թուրքերի կողմից չի, Թուրքերի կողմից բարձ չէ, հոկտեմբերի 27-ով էր Թուրքիան։ Ավելին կարամ ասեմ, կարդացեք այն ժամանակվա սաղագրված ամբողջ process-ը քաղաքագիտական Թուրքիայում, Ադրբեջանում, եւ դուք կտեսնեք թե ինչ մտնոլորտ էր այնտեղ, այդ թե ինչ պետք է ստորագրվեր հոկտեմբերի 27-ից, դա իհարկե։ Ախր դրա մասին ես պատրաստվում եմ մի հատ բան գրել շատ լուրջ, երբ որ փաստացի 3 ֆունդամենտալ պաշտոնյաներ Ադրբեջանի հրաժարական տվեցին հոկտեմբերի 28-ից առաջ։ Հասկանում եք։ Եվ Թուրքիան մինչև վերջ փորձում էր հետաձգել process-ը, որպեսզի այդ բանը չստորագրվեր այն ժամանակվա այդ եւ այն Հայաստանում
հոկտեմբերի 27-ը փլեց այդ ամեն ինչը եւ փաստացի դա փրկեց Ադրբեջանին եւ Թուրքիային այդ process։ Բայց դա առանձին խնդիր է։ Ես ինչ եմ ուզում ասել, Թուրքիան եւ տրամաբանականը եւ ճիշտ է ինքը տանում է մի քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի այս տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնել։ Շատ տրամաբանական եւ ճիշտ քաղաքի իր համար։ Մեր նպատակը պետք է լինի այն, որ մենք պետք է կարողանանք հավասարակշռված, բալանսավորված քաղաքականություն տանենք, որպեսզի մենք պաշտպանենք մեր անվտանգությունը, բնականաբար փորձելով հարաբերություններ դեպ Թուրքիայի, դա տրամաբանական է։ Բայց եթե դու չունես գործընկերներ, չունես անվտանգային երաշխավորներ, դու Թուրքիայի համար դառնում ես կերակուր ես դառնում, Թուրքիան քո հետ չի պայմանավորվի ոչ մի, ինչի պետք է պայմանավորվի, եթե դու արդեն կերակրի դեր ես կատարում։ Ինչն է քեզ խանգարելու, ինչն է իրան խանգարելու, որ ասենք բանը Հյուսիսային Կիպրոսի օրը քեզ չգցի։ Ոչ մի բան չի խանգարելու։ Մի հատ 1000 ադրբեջանցի կարագա այդ բանի Տրամպի կամրջի վրա ինչ-որ համակարգեր սարքի, հետո այդ դրան պաշտպանության համար թուրքական զորամասերին դեռ ինչ մաս խնդիրը։ Ես չեմ կարող հասկանամ։ Լավ, այդ པարզ բաները, բայց այդ པարզ բաները գիտես ինչի մարդիկ չեն, որտեղ այդ քաղաքական վերնախավ կոչեցելը չի բացատրում մարդկանց, բայց քաղաքական վերնախավն էլ չգիտի դրա մասին։ Քաղաքական վերնախավը ասմունքում է Տիգրանաշենի մասին, ասմունքում է։ Հիմա էլ ասма գնացեք բան արեք, դե հեղափոխություն արեք, կամ եկեք ես միշտ կամ գնացեք հեղափոխություն արեք, ես բաներ են ինչ որ խոսում, ինչ է ասում։ Ինչի՞ աթատենց կողմը։ Որովհետև ինքը գիտես ինքը հեգնում է քո ընդդիմությանը, ճիշտ է անում։ Ինքը ասում է, ես մի հատ գիծ եմ տանում, եթե դուք մերժում եք դրան, գնացեք ինչ ուզում եք արեք, բայց քանի որ ընդդիմությունը չունի այլընտրանքային ծրագիր, ինքը միշտ հաղթելու է։ Իսկ ընդդիմությունը չունի այլընտրանքային։ Այլընտրանքային ծրագիրը այսօր ընդդիմությունը պետք է կանգնի ասի, որ եթե Ռուսաստանի է դու խզում ես, Հայաստանի Հանրապետություն լինելու է ցեղասպանություն։ Այդ պետք է անկյունաքարը պետք է լինի, բայց դրա հիման վրա ինքը նաև պետք է կառուցի ընդդիմության կառուցվածքը։ Այնտեղ պետք է լինի մի հոգի, որ կարողանա սաղին կոնսոլիդացնի։ Ներեցեք, բան իշխանությունը ունի մի լիդեր, չէ՞։ Դա Նիկոլ Փաշինյանն է, համաձայն ես սրա հետ։ Ընդդիմությունը քանի լիդեր ունի։ Երևի մի 10 լիդեր կունենա, չէ՞, ամենը իր տակ ուրիշների տակ փորելով։ Համաձայն ես սրա հետ։ Չի կարա տենց բան լինի։ Չի կարա 10 լիդեր ունեցող ընդդիմությունը հաղթի մի մարդու, որը մի լիդեր ունի ստեղ։ Բնության մեջ ու քաղաքագիտության մեջ դա նոնսենս է։ Այդ ման ով որ չի հասկանում, պետք է հեռանա քաղաք։ Դե հիմա ժողովուրդը ընտրեց Սամվել Կարապետյանին, թող Սամվել Կարապետյանը որոշի ինչ է անում։ Անժելա ջան, ես դրա համար եմ ասում։ Չընտրելա, չէ՞ Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը որոշի ինչ է անում։ Այ ես ինչ եմ ասում, հիմա փաստացի, ես նույնիսկ հիմա քանի որ վիճակը արդեն ավելի բարդ վիճակի մեջ է, որտեղ ես ընդդիմությունից արդեն լուրջ բան սпасելի չի։ Իրանք իրանց խնդիրները հազիվ կարողանան ջրերսով փրկեն։ Իրանք էլ պատրաստել չեն, իրանք էլ вообще պատկերացում էլ չունեն, թե ինչա քաղաքական պատկերացում էլ չունեն, չեմ ուզում դրա մասին խոսալ ընդհանրապես էլի։ Հիմա խնդիրը դրած է հետևյալն է, լայն հիմա արդեն հանրային շերտերի հետ պետք է գնա կոնսոլիդացիա, հանրային շերտերը, պետական աշխատողները, պետական համակարգի իշխան շրջանակների ընդդիմության պետք է հատ գեներացիա լինի, որպեսզի այդ գեներացիայի արդյունքում մենք կարողանանք ձևավորենք մի հատ մեծ այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը հասկանան, որ ով հայ-ռուսական հարաբերություն կպավ ինքը մեծ բանը հարված է ստանալու։ Հիմա ես մի հատ էլեմենտար բան ասեմ։ Հիմա սկսվելու Անդրանիկ Թևանյանի դատը։ Անդրանիկ Թևանյանը դա լակմուսյան թուղթ է հայ-ռուսական հարաբերությունների մասով։ Ինչպես որ Ռոբերտ Քոչարյանն էր լակմուսի թուղթ Արցախի հարցով։ Հիմա այս մարդը հայ-ռուսական հարաբերությունների հարցով։ Տեսեք ինչի, որտեվ Ծառուկյանի վրա կոռուպցիայի դատ կա, այնտեղ հարկերի չվճարման, փողերի լվացում։ Քոչարյանը դրել էլի տենց կոմերցիոն խնդիրներ, մարտի մեկ բան, չէ՞։ Իրանց Անդրանիկի վրա դրած է հայ-ռուսական հարաբերությունների խնդիր։ Այսինքն դա առաջի միակ խնդիրն է, որտեղ կենտրոնական խնդիրը դրած է այդ հարաբերությունների խնդիրը։ Դա շատ կարևոր հարց է, որ մենք բոլորս հասկանանք։ Այս դատը լակմուսյան թուղթ է լինելու։ Եթե այս դատը որոշելու է, թե Հայաստանը ինչ ճանապարհով է գնալու, դա շատ կարևոր է, մենք բոլորս հասկանանք դա։ Հասկանում ես ինչն է խնդիրը։ Եվ սա մեր համար, սա ես չեմ ասում այն բանի համար, որ Անդրանիկ Թևանյանը իմ ընկերն է։ Ես ասում եմ այն բանը, որ դա մեզ է պետք, ոչ թե իրան։ Առաջիններդին դա մեզ է պետք, որ մենք հասկանանք, որ մենք եւ մեր երեխաները կարողանանք անվտանգ ապրենք Հայաստանում, խաղաղ ճանապարհով ապրենք Հայաստանում, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ, բայց այդ բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր լինի մենակ այն դեպքում, երբ որ իրանք տեսնեն, որ մենք ունենք երաշխավորներ։ Շատ կարևոր է այդ մարդիկ որ հասկանան։ Եթե մենք դա խնդիրը չլուծեցինք, ես նույնիսկ եմ ասում, մենք ունենալու ենք այն ճակատագիրը, ինչը ունեցավ 15 թվականին հայությունը Արևմտյան Հայաստանում կամ լավագույն դեպքում ինչ ունեցավ Արցախ հայերը։ Այսինքն սա ուրիշ տարբերակ չկա այլ տարբերակ, սա հասկանում եք ժողովուրդ ջան, սա հարցը։ 4-րդ հանրապետությունը, որ հռչակվում է, դա հռչակվում է Հայաստան առանց Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների։ Այսինքն կառավարության ծրագրի մեջ այդ դրույթը արդեն հանված է։
Դրույթը հանված է այդ ծրագրի մեջ, արդեն չկա այլևս։ Հասկանում եք, երբ որ իրանք հայտարարում են Հայաստանը ձգտելու է դեպի ԵՄ, դա թարգմանաբար նշանակեք Հայաստանը ձգտելու է դեպի Թուրքիայի վիլայետ դառնալու քաղաքականություն, բայց Թուրքիան թույլ չի տալու որ քեզ վիլայետ դարձնի։ Այո։ Թուրքիան չունի քեզ վիլայետ դարձնելու ծրագիր։ Թուրքիան կարող է Ադրբեջանին վիլայետ դարձնել։ Թուրքիան որ ուզենար Բայց վիլայետ Թուրքիան Հայաստանին, Հայաստանը չէ ջնջի հայերից։ Թուրքիան նույնիսկ քրդերին չի կարող Լավ, ինտեգրել։ ասենք այդ Հախվերջյանի ուղեղին էլ չի հասնում, ասում է ռուսի ոտի տակի չգիտեմ, այ հայվաններ։ Մի հատ թուրքա Հայաստան նայեք, ռուսը Հայաստան 3 միլիոն 700 մի հատ ասեմ 3 միլիոն 700,000 բնակիչ ա եղել, այնտեղ բնաջնջվել հայ չեղել, լավ դուք այդքան Բայց ես մի հատ հարցամ, ինչ է սեվերվել այն նման մարդկանց։ Չէ, մի հատ օրինակը ասում եմ էլի, մի հատ օրինակը ասում եմ։ Բայց այդ մարդիկ ինչ կա, այդ մարդիկ նմանները Խզմալյանա տիպի հասկանան էլի։ Արի մենք մոռանանք այդ մարդը։ Շնորհակալություն։